Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, որը վերաբերում է մի կարևոր աստերոիդի, Հիրոնի մասին ենք խոսելու, որը շատ աստղաբանների կողմից անտեսված է, այսինքն նրան կարևորություն չեն տալիս, սակայն այն մեր ճակատագրի, մեր ապագայի հարցում շատ մեծ դեր է խաղում, և եթե մենք գիտենք, թե Հիրոնը մեր ծնվելու պահին, որ նշանում է եղել, որ ոլորտում և ինչ ասպեկտացիաներ է ունեցել տարբեր մոլորակների հետ, ուրեմն դա շատ կարևոր է։ Սիրելիներս, ես ինքս անձամբ ընդհանուր կանխատեսումների ժամանակ չեմ նշում Հիրոնի մասնակցությունը, քանի որ հոլովակը նման դեպքում ավելի ծավալուն կդառնա և լսելն այն ավելի խրթին և անհասկանալի կլինի, նույնկերպ նաև ես չեմ անդրադառնում լուսնի, սև լուսնի Լիլիթի և Սելենայի ասպեկտացիաներին, որոնց մասին ես պատրաստվում եմ առանձին հոլովակներ ունենալ և ներկայացնել նրանց ազդեցությունը մեր կյանքի վրա, եթե իհարկե դա ձեզ հետաքրքրում է, քանի որ այդ ուրեմն ֆիքսված կետերը իհարկե բացառությամբ լուսնի, քանի որ լուսինը համարվում է ուրեմն երկրի արբանյակը և նաև աստղաբանության մեջ որպես մոլորակ է դիտարկվում, նրանց ուրեմն ասպեկտացիաները օրվա ժամի կտրվածքով են ազդում մեզ վրա, ուստի ընդհանուր կանխատեսումներում այն հնարավոր չէ ընդգրկել։ Սակայն այսօր մի ամբողջ հոլովակ ուզում եմ նվիրել այս աստերոիդին, որը վերջերս, մասնավորապես հունիսի 19-ին մուտք է գործել Ցուլի նշան, բայց այստեղ լինելու է մինչև սեպտեմբերի 17-ը, որից հետո այն հետընթացով կրկին մուտք կգործի հետխոյի նշան, որտեղ եղել է 2018 թվականից։ Նախ հասկանանք, թե իրենից ինչ է ներկայացնում Հիրոնը, քանի որ այս անունը շատ հաճախ մարդիկ սխալ են տալիս և այն կարող է ձեզ համար ուրեմն անհայտ լինել աստղաբանության մեջ, որպես աստերոիդ, ուրեմն տեսեք այն բանալու տեսք ունի, եթե դուք կարողանում եք հաշվել ձեր աստղաբանական քարտեզը ծնվելու պահին, ուրեմն այնտեղ բանալու տեսք ունի Հիրոնը և ուրեմն դիցաբանության մեջ, հունական դիցաբանության մեջ Հիրոնը կենտավր է եղել, այսինքն կիսամարդ կիսաձի, սակայն նրա մտերիմ ընկերը Հերակլեսը մի օր նրան խոցում է իր թրով և վերջինս ծանր վիրավորվում է, բայց քանի որ նա անմահ է, շարունակում է ապրել, վիրավոր ապրել, միաժամանակ օգնելով և բուժելով իր օգնության կարիքն ունեցող մարդկանց։ Եվ Զևսը, ուրեմն գլխավոր աստվածը հունական դիցաբանության մեջ, տեսնելով նրա տառապանքները, նրան մահկանացու է դարձնում և նրա մահից հետո այդ աստերոիդը կոչվում է նրա անունով, որ բոլորը հիշեն նրա բարի գործերը։ Եվ այստեղից էլ սիրելիներս Հիրոնի էությունը կայանում է նրանում, որ այն լինելով վիրավոր, լինելով խնդիրներով արդեն կարողանում է բարություն կատարել մարդկանց և ուրեմն նախորդող 8 տարիների ընթացքում այն չի կարողացել դրսևորել իր այդ բարի կողմերը, քանի որ գտնվել է խոյի նշանի տակ և խոյի տաքարյուն կռվարար բնավորության պատճառով արտահայտվել են Հիրոնի միայն բացասական կողմերը։ Եվ նշենք նաև, որ Հիրոնը, քանի որ մոլորակ չէ, շարժվում է խառը ուղեծրով, Սատուրնի և Ուրանի միջև է այն գտնվում և մոտ 50 տարին մեկ է լինում նույն նշանում։ Եվ ստացվում է այնպես, որ այն մարդիկ, ովքեր 50-ին մոտ են, ասենք 49, 50, 51, մինչև 55 տարեկան մարդիկ ծնվել են և իրենց աստղաբանական քարտեզում, իրենց ծննդյան քարտեզում Հիրոնը հենց գտնվել է Ցուլի նշանի ներքո։ Եվ նշեմ, որ այդ մարդկանց համար, այսինքն այդ նշածս մարդկանց համար, ովքեր իրենց անձնական քարտեզում ունեն Հիրոնը Ցուլի նշանի ներքո, առավել կարելի ասել
ծանր է լինելու այս մի քանի տարին, բացատրեմ ինչու, որովհետև այդ հատկանիշը, երբ որ մենք ինքներս մեզ զոհում ենք, բայց պետք է օգնենք ուրիշներին, այդ հատկանիշը ավելի է սրվելու։ Վերջնականապես ցուլի նշան մուտք կգործի այնուհետև ուրեմն Խիրոնը 2027 թվականի ապրիլի 14-ին եւ արդեն մինչեւ 2033 թվականը այստեղ կլինի։ Հիմա ցուլերը կասեն Ուրանը հազիվ դուրս էր եկել, այժմ այս Հիրոնը մտավ մեր նշանի ներքո, դե ինձ սիրելիներս, միշտ այդպես է, եթե ինչ-որ մի բանից ազատվում ենք, մեկ ուրիշ բան է գալիս գլխներիս։ Սակայն պետք է այս ամենին մոտենալ գիտակցաբար, այսինքն պետք է հասկանանք, թե ինչպես մենք պետք է հաղթահարենք, օրինակ Հիրոնի առաջացրած ուրեմն այդ դժվարին իրավիճակները։ Նախ ինչ կբերի մեզ, Հիրոնը մեզ կստիպի ավելի լավ հոգ տանել մեր առողջության, մեր մարմնի մասին։ Այն կստիպի ցուլի պես դառնալ աշխատասեր եւ գործնական։ Կստիպի բնությանը ավելի լավ վերաբերվել եւ գնահատել այն։ Եվ քանի որ ցուլը հողի նշան է, կապված է նյութական իրերի եւ զգայական ընկալումների հետ, այն մեզ կստիպի կենտրոնանալ նյութական բարիքների վրա եւ վերաիմաստավորել մեր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Ուրեմն Հիրոնը սակայն մեզ հեշտ լուծումներ չի տալու, ինչպես նշեցի արդեն, քանի որ հիշում ենք, որ ինքն էլ լինելով վիրավոր օգնում էր մարդկանց, այսինքն լինելով ցուլի հոգեհարազատ նշանի ներքո, Հիրոնը ստիպելու է մեզ գնալ զոհողությունների հանուն մեր հարազատ մարդկանց, ինքներս մեզ նեղություն տալով։ Եվ հատկապես ցուլերը ավելի ուժգին կզգան այս ժամանակահատվածը, որպես բարերարներ, բարեգործներ, իրենց նեղություն պատճառելով։ Դե իսկ հիմա եկեք քննարկենք, թե ինչ ոլորտներում, որ ոլորտներում եւ ինչ իրավիճակներ կարող է առաջացնել Հիրոնը առաջիկա, ուրեմն 8 տարիների ընթացքում, մինչև 7 տարիների ընթացքում, մինչև 2033 թվական։ Սկսենք խոյերից, խոյերի համար Հիրոնը հայտնվում է երկրորդ ոլորտում, սիրելի խոյեր, սա ավելի լավ է, քան երբ որ Հիրոնը ձեր առաջին ոլորտում էր, որովհետև այստեղ Հիրոնի արտահայտած էներգիան շատ ավելի վատն էր եւ այն ավելի շատ վիրավորված էր, քան կարողանում էր օգնել ուրիշներին, որովհետև խոյը կրակի նշան է եւ այստեղ թույլ չէր տալիս, որպեսզի Հիրոնը իր բարի դրսևորումներն ունենար։ Դրա համար ես նշում եմ, որ դուք մի փոքր թեթևություն կզգաք, երբ առաջին ոլորտից դուրս գա Հիրոնը, սակայն երկրորդ ոլորտում Հիրոնը կստիպի ձեզ ֆինանսավորել, ֆինանսական աջակցություն ցույց տալ այն մտերիմներին, այն ընկերներին, այն մարդկանց ձեր շրջապատի, ովքեր ունեն դրա կարիքը, անգամ եթե դուք կունենաք դրա կարիքը, դուք այնպիսի իրավիճակում կհայտնվեք, որ պետք է ստիպված այդ գումարը փոխանցեք այդ մարդկանց։ Ցուլերի համար սա առաջին ոլորտն է, սիրելի ցուլեր, չեմ ասում վատ տարիներ են, ուղղակի դուք պետք է գնաք ինքնազոհողությունների, այսինքն եթե ունեք երեխաներ, եթե ունեք ծնողներ, եթե ունեք մտերիմ, հարազատ մարդիկ, ապա նրանց համար որոշակի զոհողությունների պետք է գնաք, միգուցե ձեր առողջության հաշվին, միգուցե ձեր ֆինանսների հաշվին, միգուցե ձեր ժամանակի հաշվին, այսինքն այստեղ դուք ինքներդ կարծես թե ձեզ զոհաբերելու եք հանուն ուրիշների բարեկեցության։ Երկվորյակների համար սա 12-րդ ոլորտն է, փակ ոլորտ է, սիրելի երկվորյակներ, զգուշացեք, որովհետև երբ Հիրոնը հայտնվում է 12-րդ ոլորտում, այստեղ դեպրեսիան, այսինքն ընկճախտը գլուխ է բարձրացնում։ Իհարկե երկվորյակները այնքան էլ սեր չունեն դեպրեսիայի մեջ ընկնելու, դա շատ լավ է, սակայն այստեղ Հիրոնը կարող է նաև խնդիրներ առաջացնել այն երկվորյակների մոտ, ովքեր ունեն գաղտնի սիրային կապեր, այստեղ նույնպես հնարավոր է, որ դուք այս առաջիկա մի քանի տարիների ընթացքում չկարողանաք ձերբազատվել, ենթադրենք ինչ-որ մեկի հետ գաղտնի սիրային կապից, որովհետև այդ մարդը ձեզ անընդհատ ինչ-որ շանտաժի ենթարկի, փորձի ձեզանից ձեր էներգիան կամ ձեզանից ֆինանս պոկել։
Խեցգետինների մոտ Հիրոնը հայտնվելու է 11-րդ ոլորտում, սիրելի խեցգետիններ, այստեղ ընկերության մեջ, ընկերական շրջապատում կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ դուք պետք է անընդհատ փրկեք, հասնեք, օգնեք ձեր ընկերներին, ձեր ժամանակի հաշվին, նշեցի ձեր ռեսուրսների հաշվին, այսինքն ինքներդ ձեզ մոռացած, ինքնամոռաց պետք է օգնեք ձեր ընկերներին։ Առույցների համար սա 10-րդ ոլորտն է, սիրելիներս, 10-րդ ոլորտը սա մեր կարիերան է, սա մեր պաշտոնն է, սա մեր ամուսնական կարգավիճակն է և ինչ-որ մի բան պետք է դուք զոհեք հանուն դրա։ Օրինակ շատ առույցների մոտ հնարավոր է, որ նրանք օրինակ հանուն իրենց կարիերայի, չգիտեմ, ամուսնալուծվեն, որպեսզի կարողանան ավելի լավ աշխատել, կամ հակառակը, նրանք արդեն չաշխատեն, նստեն տանը, որպեսզի դառնան լավ ամուսին կամ լավ կին, այսինքն այստեղ որոշակի զոհողություններ մենք պետք է անենք, որպեսզի տվյալ բնագավառում ունենանք լավ վիճակ։ Կույսերի մոտ սա 9-րդ ոլորտն է, սիրելի կույսեր, սա խոսում է դատական հարցերի մասին, կրթության մասին, հնարավոր է, որ օրինակ ձեր երեխայի կրթության համար դուք պետք է որոշակի զոհողությունների գնաք, ինչ-որ բաներից ձեզ զրկեք, կամ ինչ-որ դատական հարցեր կան, որոնք կապված են ինչ-որ թղթաբանական, փաստաբանական, լուրջ ֆինանսների հետ, այստեղ նույնպես պետք է կատարեք որոշակի ներդրումներ։ Կշեռքների մոտ սա 8-րդ ֆինանսական ոլորտն է, սիրելիներս, այստեղ ուշադիր եղեք բանկային խնդիրների նկատմամբ, որովհետև այստեղ ինչ-որ բանկային հարցերի հետ կապված դուք տուժելու եք։ Կարիճների մոտ սա 7-րդ ոլորտն է, սա մեր կողքի մարդիկ են, մեր սիրած էակն է, մեր հաճախորդներն են, սիրելի կարիճներ, ուշադիր եք լինում, որովհետև հանուն այդ մարդու ձեր կողքի, հանուն ձեր հաճախորդների, հանուն ձեր շրջապատող մարդկանց դուք որոշակի զոհողությունների պետք է գնաք։ Աղեղնավորների մոտ սա 6-րդ ոլորտն է, իհարկե առաջին հերթին առողջությունն է, սիրելի աղեղնավորներ, զգուշ եղեք ձեր առողջության նկատմամբ և բացի դրանից նաև եթե դուք ուզում եք պահպանել ձեր աշխատանքը, ապա պետք է որոշակի զոհողություններ կատարեք այդ աշխատանքի համար։ Այծեղջյուրների մոտ սա 5-րդ ոլորտն է, իհարկե երեխաների թեման է առաջին հերթին, սիրելի այծեղջյուրներ, մի եղեք այդքան ժլատ ձեր զգացմունքներում, որովհետև ձեր երեխաները ունեն ձեր սիրո դրսևորման կարիքը, այսինքն պարտադիր չէ երեխային ապահովել ամեն ինչով, բայց նրան գոնե պետք է գրկել, սիրել և ցույց տալ ձեր սերը և այստեղ այծեղջյուրների մոտ այս թեման է, որ նրանք պետք է դեմ գնան իրենց սկզբունքներին և ցուցադրեն իրենց զգացմունքները իրենց երեխաների հանդեպ։ Ջրհոսների մոտ սա 4-րդ ոլորտն է, սիրելի ջրհոսներ, սրանք վերաբերում են ձեր ընտանիքին, ձեր տանը, ձեր անշարժ գույքին և նշանակում է հանուն ընտանիքի, հանուն ապրելու վայրի, հանուն այն անշարժ գույքի, որի մասին դուք փափագում եք, օրինակ դուք պետք է գնաք որոշակի զոհողությունների, օրինակ դուք կարող եք այս առաջիկա տարիների ընթացքում տուն գնելու համար ձեզ մի լավ տանջեք, որպեսզի կարողանաք ունենալ ձեր տանիքը ձեր գլխավերևում։ Ձկների համար սա 3-րդ ոլորտն է, սիրելի ձկներ, սա առաջին հերթին կապված է քրոջ կամ եղբոր հետ, հնարավոր է, որ դուք ինչ-որ հարցում պետք է շատ արագ օգնության հասնեք ձեր քրոջը, ձեր եղբորը կամ ինչու չէ նաև ձեր հարևանին։ Դե ինձ սիրելիներս այսքանը այս հոլովակի մասին, հուսամ այն ձեզ հետաքրքրեց և հաջորդ հոլովակներում նույնպես ես կանդրադառնամ նմանատիպ հետաքրքիր թեմաների, իհարկե կընդգրկվեն նաև մեր ամենամսյա աստղաբանական կանխատեսումները։ Կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։